Cinayet Birliği təqsirləndirilən Ruben Vardanyan da qoşulduqdan sonra Ադրբեջանցի դատախազները պահանջում են, որ Ռուբեն Վարդանյանն ամբողջ կյանքն անցկացնի բանտում, իսկ պատժի կրման սկիզբը համարվի 2023 թվականի սեպտեմբերի 27-ը, այն օրը, երբ Արցախի պետնախարարը ձերբակալվեց Հակարիի անցակետում։ Բաքվի դատարանում ավարտին մոտեցող բեմականացումը լուսաբանող միակ լրատվամիջոցը պետական Ազերտ Հաջը հայտնում է, գլխավոր դատախազի ավագ հոգնական Վուսալ Ալիևը հայտարարել է, որ Վարդանյանի մեղքը հաստատվել է դատավարության ընթացքում ներկայացված ապացույցներով։ Ռուբեն Վարդանյանը նաև դադարեցրեց պետնախարարի իր պաշտոնը, ադրբեջանական կողմը նաև պահանջում էր, որ նա լքի եւ հեռանա Արցախից, միայնակ թողնելով արցախահայերին, ինչը տեղի չունեցավ, եւ արցախահայերի կողքին կանգնելը, նրանց իրավունքների համար պայքարը, հարցին միջազգային հնչեղություն փոխանցելը ընկալվել են որպես հակաադրբեջանական քայլեր եւ կարծում եմ նաեւ Ադրբեջանը ցանկանում է պատժել ուժեղ տեսակ ունեցող հայերին։ Դատախազը Վարդանյանին վերագրել է մի շարք հորինված ու կեղծ մեղադրանքներ, այդ թվում Ադրբեջանի պետական սահմանի անօրինական հատումը։ Ավելին, նշվում է, որ 44-օրյա պատերազմից հետո Վարդանյանը ֆինանսավորել է Արցախում հանքարդյունաբերական աշխատանքները, ռազմական պահեստների ստեղծումն ու նույնիսկ բրիտանական արտադրության ԱԹՍ-ներ է գնել Արցախի բանակի համար։ Բայց սա ամենը չէ։ 57-ամյա Վարդանյանին մեղադրում են նաև 90-ականներին զինված հակամարտությանը մասնակցելու համար, մինչդեռ այդ շրջանում նրա գործունեությունն Արցախի միջազգային ճանաչման հետ որևէ կապ չի ունեցել։ Առանցքայինը տվյալ դեպքում Արցախի ինքնորոշման իրավունքն է եւ ցանկացած անձ, որը որևէ դրական նպաստ է բերել այդ իրավունքի կայացմանը, իրացմանը կամ ժողովրդի պայքարին հանուն սեփական իրավունքների, որակվում է որպես ահաբեկչություն։ Մյուս մեղադրանքները եւս այնպիսի արարքների համար են, որոնց Վարդանյանն անմիջական մասնակից չի եղել եւ չէր էլ կարող լինել։ Ռուբեն Վարդանյանը որևէ առնչություն չի ունեցել, ինչպես ԱԹՍ-ների, այնպես էլ այլ ռազմական դրվագների եւ առհասարակ ռազմական գործողություններ չի պլանավորել, չի հրահանգել, հրամանատարական լիազորություններ չի ունեցել եւ հատկապես պատերազմի հետ կապված որևէ արարք չէր կարող վերագրվել Ռուբեն Վարդանյանին։ Սիրանուշ Սահակյանի խոսքով Բաքվում հայերի այսպես կոչված դատավարությունները պարզապես ձևական ընթացակարգեր են, որոնց նպատակը Ալիևի վարչակազմի քաղաքական որոշման վավերացումն է, պատժել հայ գործիչներին, որոնք մասնակցել են Արցախի ինքնորոշման պայքարին։ Վիճակագրորեն էլ որևէ հայ երբևէ չի կարողացել արդարացվել ադրբեջանական դատարանների կողմից եւ սա հայատյացության մեկ այլ դրսևորում է։ Ադրբեջանում անկախ դատարաններ գոյություն չունեն, դրանք անգամ անկախ չեն սեփական քաղաքացիների առնչությամբ գործեր քննելիս։ Ադրբեջանը այն երկիրն է, որը ունի շուրջ 300 քաղբանտարկյալներ, ընդ որում քաղբանտարկյալների թվում ոչ միայն քաղաքական ընդդիմախոսներն են, ովքեր պայքարում են իշխանության համար, այլ մարդիկ, որոնք բարեխղճորեն իրականացնում են իրենց գործունեությունը։ Այս շինծու գործով դեռ միայն դատաքննություններն են ավարտվել։ Հիմա դատական վիճաբանությունների փուլն է։ Հաջորդ նիստը դեկտեմբերի 26-ին է։ Ավելի վաղ Ռուբեն Վարդանյանը որդու միջոցով փոխանցել էր, որ ոչնչի համար չի զղջում։ Իսկ Արցախը եղել է, կա եւ կլինի անկախ պատմությունը վերաշարադրելու փորձերից։ Ու ես չեմ ենթարկվելու Ադրբեջանի պայմաններին։ Ալլա Դավթյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։